Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք իմ կարծիքով ամենամարդասիրական մասնագիտությունը, դե մարդասիրական մասնագիտություններ կան բավականին քանակով, բայց այս մեկը կարծում եմ ամենադժվարն է, թե որն է այն լավ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Նրանք անսահման հոգատար են և ծայրաստիճան համբերատար, օժտված են պատասխանատվության վեհ զգացումով, պատրաստակամ են ու գթասիրտ։ Ունենալով ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը, նրանք պայքարում են մարդու ամենաթանկ հարստության, առողջության համար։ Մասնագիտություն, որը պահանջում է մեծ նվիրում ու անմնացորդ ծառայություն։ Մասնագիտություն, որի արժեքն ու նշանակությունը հնարավոր չէ սահմանել։ Անգնահատելի մեծ դեր ունի քույրական գործի մասնագետն առողջապահության ոլորտում։ Առանց նրանց հոգատար ու նվիրված աշխատանքի անհնար է պատկերացնել որևէ բժշկական հաստատություն։ Ամենօրյա աշխատանքի շնորհիվ բուժքույրերը նպաստում են բուժառուների ապաքինմանը, շատ հաճախ աշխատելով վտանգավոր, ծանր և անկանխատեսելի պայմաններում։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի Մուրացյան համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Օհանյան, ես ինչու եմ ասում ամենադժվար, որովհետև բուժքույրը տարբեր մարդկանց հետ գոյություն ունի, ասենք տարբեր բնավորության եւ այլն, հա։ Ու այդ բոլորի հետ նախ այդ շփումն է դժվար, չէ՞, տարբեր մարդկանց հետ, տարբեր ժամանակներում եւ այլն։ Հետո անընդհատ է նրա աշխատանքը, ասենք հրշեջներինը ինչ որ հրդեհ է գնում են եւ այլն, այսպես կամ ԱԻՆ-ի նախկին ԱԻՆ-ի այսօր ներքին գործերի, որ դժբախտ դեպք է պատահում գնում են, բայց բուժքույրը անընդհատ է, այսինքն չգիտեմ, այսպես հանգիստ կարծես չունի, որտեվ չէ, այս առումով եմ ասում, ու իմ կարծիքով դրա համար ամենադժվար մարդասիրական մասնագիտությունն է, երևի բուժաշխատողների ամենամեծ քանակն ունի, կարծում եմ, չէ, բուժքույրերը, որտեվ ամենամեծ քանակն ունի, մենք ասում ենք քույրական գործի մասնագետ, որտեվ այսպես տղամարդիկ էլ կարող են լինել, բայց կարծես Հայաստանում ընդունված չի, չէ։ Հայաստանում այո ընդունված չի, բայց իհարկե աշխարհում ընդունված են տղամարդ բուժքույրեր։ Հա, այնտեղ բուժեղբայրներ են ասում։ Բայց իհարկե կոչվում են նարս։ Այնտեղ բուժեղբայր, բուժքույր այդ հասկացողությունը չկա, բայց մեզ մոտ այդպես ժամանակին կար բուժակների այդպես բաժին կար, որ պատրաստում էին բուժակներ, բայց հիմա կարծես թե ես չեմ հանդիպել, չգիտեմ, այդպես տղամարդ բուժքույրեր։ Դե սանիտարներ։ Սանիտարները չէ, դե սանիտարների համար պարտադիր չի բժշկական կրթությունը, բուժքույրությունը, բայց բուժակի համար պարտադիր է։ Հիմա Հայաստանում, որ նայում ենք, ես չգիտեմ, այդ բուժքույրերի խնդիր, պակաս կա թե չկա։ Ասեմ ձեզ, տարեկան երևի հստակ թիվը չեմ կարող ասել, բայց բավականաչափ բուժքույրեր են ավարտում, բայց նրանցից զգալի մասը չի շարունակում իր կրթությունը իր ընտրած բնագավառում։ Այդպես պակաս չունենք, բայց որպես մանկական հիվանդանոցի գլխավոր բուժքույր կարող եմ ասել, որ մանկական հիվանդանոցներում աշխատելու համար բուժքրոջ իրոք մենք ունենք բավականին պահանջարկ եւ խնդիրներ, որովհետեւ ոչ բոլորն են այդպես հերոս բուժքույրեր դառնում, որ իրենց կյանքը նվիրեն մանուկներին, նորածիններից մինչև դե հիմնականում 18 տարեկանները արդեն ճիշտ է անչափահասներ են, մինչև 18 տարեկանը, բայց այդ նորածիններից սկսած մինչև 5-6-7 տարեկան, որովհետև իրոք դա հերոսություն է աշխատել այդ տարիքի հիվանդ երեխաների հետ։ Տիկին Օհանյան, այսպես ես նայում եմ, բացի ասենք այն զուտ մասնագիտական հմտություններից, այս բուժքույրերը պիտի, չգիտեմ, հոգեբաններ լինեն ինչ որ առումով, որտեվ այդքան մարդկանց հետ շփվելը, չգիտեմ, հասկանալը բարդ է։ Այո, միանշանակ համամիտ եմ ձեր հետ։ Ուրեմն բուժքույր սովորում են, բայց բուժքույր պետք է լինել հոգով։ Այսինքն եթե մարդ ընտրում է այդ մասնագիտությունը, արդեն հոգեպես պետք է ինքը պատրաստ լինի
այդ մասնագիտությամբ մի ամբողջ կյանք շարունակելու, որովհետև դա իրոք հերոսություն է, դա հազարավոր կիլոմետրերի վազք է իր կյանքի ընթացքում, դա հազարավոր անքուն գիշերներ են իր ամբողջ կյանքի ընթացքում, դա է պատճառը, որ երևի թե պետք է ընտրել մասնագիտությունը այնպես, որ պատրաստ լինել դրան, այդ ամբողջ փորձությունների միջով անցնելու։ Հիմա Հայաստանում, եթե ուզում են լինել, ասենք բուժքույր, ես չգիտեմ, ասենք ցանկացողները շատ են, քիչ են, չնայած շատ պատվաբեր մասնագիտություն է, բայց նաև դժվար ու բարդ։ Այ ինչ պիտի անեն, որտեղ են սովորում Հայաստանում, ինչ պիտի ավարտեն։ Ну իհարկե դիպլոմի արկայությունը, որ տրվում է բժշկական քոլեջներից։ Այնտեղ կան տարբեր ֆակուլտետներ, քույրական ֆակուլտետ, մանկաբարձական ֆակուլտետ, նայած թե որն է ընտրում բուժքույրը իր հետագա ուսումնառության եւ աշխատանքի համար։ Որտեվ մենք ասենք, այսպես կողքից որ նայում ես, ասում են բուժքույրը է։ Հա, Ինչ տարբերություն, բայց երևի տարբերություններ կան, հա։ Ну իհարկե բուժքույրական ֆակուլտետը անմիջապես ավարտածները նրանք հենց բուժքույրեր են։ Նրանք դառնում են այսպես ասած ընդհանուր բուժքույրեր ստանդարտ բոլոր հիվանդանոցների համար։ Բայց իհարկե, երբ որ արդեն ընտրվում է հիվանդանոցը, մի փոքր արդեն մի քիչ շեղվում են դեպի այդ ուղղությունը։ Կոնկրետ, այսինքն առարկաները, որ իրենք հիմնականում անցնում են բժշկական քոլեջում, տալիս է տեսական գիտելիքները, բոլոր հիվանդանոցներում աշխատելու համար, բայց արդեն պրակտիկ հմտությունները, արդեն երբ որ որոշում են ենթադրենք աշխատել մանկական հիվանդանոցում, արդեն պրակտիկ հմտությունները ձեռք են բերում մանկական հիվանդանոցում, այդպես է, այդպես ասած կարգն է արդեն այդպես մշակված։ Պրակտիկան այստեղ շատ կարևոր է։ Պրակտիկան իհարկե, նույնիսկ նորավարտած բուժքույրերը, երբ որ մտնում են հիվանդանոց, բավականին ամիսներ շարունակ իրենք անցնում են փորձաշրջան։ Կոնկրետ մեր հիվանդանոցում մենք ունենք մեր այսպես ընտրած բազան, ուսումնական բազան, որը ոչ թե տեսական գիտելիքներ է տալիս, արդեն կոնկրետ պրակտիկ հմտություններ։ Դա վերակենդանացման բաժանմունքն է, մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքը, որտեղից արդեն նույն մանկական հիվանդանոցի ցանկացած բաժանմունք արդեն պատրաստի բուժքույրը դուրս է գալիս եւ կարող է սկսել իր աշխատանքային գործունեությունը։ Դե օրինակ դեպքեր կան, որ ասենք մարդիկ այսպես թեորիապես սիրում են բժշկությունը, ասենք ուզում են բժիշկ դառնալ, հետո պարզվում է չեն կարողանում ու փոխում են մասնագիտությունը, որովհետև չգիտեմ բարդ է, արյուն չեն կարողանում տեսնել, չգիտեմ եւ այլն։ Այ բուժքույրերի մոտ այդպես չի լինում, որ ասենք ոգևորված գալիս են, բայց հետո տեսնում են ու ինչ ասեմ, զգում են, որ չեն կարող աշխատել, չի լինում այդպես։ Շատ է պատահում այդպես, այո, այդ ոգևորությամբ գալիս են, բայց ոչ թե այստեղ արյան կամ վիրահատության, որ մտնեն դրանից վատանալն է, այլ այսպես մի քիչ խուսափում են այն աշխատանքի ծանրաբեռնվածությունից, երևի թե դա ավելի շատ դրանից են մի քիչ խուսափում, բայց երբեմն այստեղ արդեն մեր դերը շատ մեծ է լինում, հորդորելով, որովհետև ես ինքս էլ չեմ պատկերացրել, որ ես պետք է բուժքույր դառնամ, բայց ժամանակի ընթացքում ես սիրեցի այդ մասնագիտությունը ու հենց իմ փորձով փորձում եմ հիմնականում աղջիկներին, մեր ուսանողներին, որ 18-19 տարեկան, որ ավարտում են քոլեջը, փորձում եմ գտնել այն տեղը, որ կարողանամ ճնշել, որ այո, իրենք ընտրել են այդ մասնագիտությունը, շարունակեն այդ մասնագիտությունը եւ հիմնականում հաջողվում է, բայց իհարկե լինում են դեպքեր, որ ոգևորված գալիս են, բայց հուսախաբված գնում են, բայց իհարկե հազվադեպ են լինում այդպիսի դեպքեր։ Տիկին Վանյան, այ հետաքրքիր է, առաջ ասենք երբ խորհրդային ժամանակ դե աշխատավարձերը տարբեր մասնագիտությունների, ասենք կար ֆիքսված ու նույնն էր։
Հիմա որ ասենք մասնավոր են մեծ մասը, ասենք բժշկական հաստատությունների, ասենք այդ աշխատավարձերը բուժքույրերի նույնն են, թե տարբեր հաստատություններում հետարքիր է տարբեր են։ Այ ինչպես է դա։ Իհարկե շատ մեծ տարբերություն չկա, որովհետև եթե պետականորեն սահմանվում է ֆիքսված աշխատավարձ, ենթադրենք 100,000, այդպես մասնավոր հիմնարկները չեմ կարծում, որ դրանք կկրկնապատկեն կամ կեռապատկեն։ Նու իհարկե հիմնականում հիմնվում են այն ֆիքսված աշխատավարձի վրա, որը որ որոշված է, որ բուժքույրը պիտի ստանա։ Բայց իհարկե տարբերություններ կան որոշ բաժանմունքներում, այսինքն ավելի ծանր բաժանմունքներում փոքրինչ ավելի բարձր է աշխատավարձը, փոքրինչ թեթև բաժիններում մի քիչ այդպես տարբերություն կա։ Դե ես մեր հիվանդները սովորաբար առատաձեռն են եւ դա լավ է, ես ընդունում եմ, որ եթե մարդը կամովին շնորհակալություն է հայտնում, դա ինձ համար ընդունելի է։ Հա, լուրջ եմ ասում։ Հա, այդ բանը երբ պարտադրում են մարդուն։ Այս առումով, որտեվ առողջությունը ամենաթանկ բանն է։ Իսկ ասենք այդ ֆիքսված բաներ չկան, որ մարդը պիտի գիշերը ասենք հերթապահում է, այլ բանը չգիտեմ, ցերեկը գիշերը չքնի եւ այլն։ Ինչ որ այստեղ խրախուսական բաներ չկան, ինչ որ խրախուսական իհարկե որպես համասարանական հիվանդանոց համասարանը միշտ էլ խրախուսում է մեր բուժքույրերին, բայց այն ինչ որ վերաբերվում է, այո, մեր ժողովուրդը շնորհակալ ազգ է, բայց այն ինչ վերաբերվում է, որ այդպես այդ տեսակի խրախուսանքներ իհարկե Չէ, ես նկատի ունեմ հենց հաստատության կողմից։ Այո, հաստատության կողմից պարբերաբար բժշկական համասարանը խրախուսում է իր լավագույն աշխատակիցներին եւ կարծես դա էլ է ինչ որ միտեղ խթանում, որ մարդիկ ավելի տեսնում են, որ իր կողքի ինգերը խրախուսվել է, ինչ որ մի ձևով պարգևատրվել է, որ իրենք էլ ձգտեն հասնեն դնան։ Այ հետաքրքիր է, որ այսպես որ նայենք իսկապես ամենա այսպես բարդ մասնագիտությունն է ու ես մտածում եմ, որ այ բժիշկները, որ ասենք համասարանում պիտի հետո դառնան բժիշկներ, արդյոք իմաստ չունի, որ իրենք պրակտիկայում բուժքույր աշխատեն ինչ որ ժամանակ։ Միշտ մտածում եմ, որ բժիշկը իմանար այդ բուժքույրի այն ժողովրդական լեզվով ասած ղադերը։ Այսինքն այդ ամառները, չգիտեմ, եւ այլն, որ կամ իրենց պրակտիկայում, որ պիտի բժիշկ դառնան, ինչ որ ժամանակ աշխատեին բուժքույր։ Այսպիսի փորձ չկա։ Այդպիսի փորձ ցավոք սրտի հիմա չկա։ Իսկ առաջ կար։ Իսկ այո, երբ որ ես իմ երիտասարդ տարիներին 4-րդ կուրսը ավարտած բժշկական ինստիտուտ են, ժամանակ ինստիտուտ էր, ուսանողները կարող էին բուժքույր աշխատել։ Հանգիստ իրենք աշխատում էին բուժքույր եւ հենց այդ բժիշկները, որոնք սկսել են բուժքույրական աշխատանքից, այն ինչքան որ ես եմ ճանաչում, նրանք դարձան իրոք հրաշալի բժիշկներ։ Բայց հիմա կարծես թե ինչ-ինչ պատճառներով այդ չնայած մենք անընդհատ այդ հարցը բարձրացնում ենք, բայց ինչ որ ժամեր գոյություն ունի, որ պետք է նրանք այդ բուժքույրական այդ ժամերը անցնեն բժշկական համասարանում եւ այդ չանցնելու պատճառով կարծես թե այդ հնարավորությունից իրանց զրկում են, բայց իհարկե մենք շատ ուսանողներ ունենք, որ մեծ ցանկություն ունեն իրենց այդ ուսումնառության ընթացքում, որովհետեւ ես նաեւ դասավանդում եմ, իրանք կան էլի բավականին ուսանողներ, որ ուզում են, որ բուժքույր աշխատեն մինչեւ իրենց ուսման ավարտը, բայց ցավոք սրտի այդ հնարավորությունը հիմա իրենց չեն տալիս։ Արդեն երևի մի 15-20 տարի կլինի, երևի ավելին, որ այդ հնարավորությունը չեն տալիս, ցավոք, իհարկե։ Լավ կլիներ, որ իհարկե լավ կլիներ, որ եթե բժիշկը սկսում է բուժքրոջ մասնագիտությունից նախ հմտանում է այդ գործունեության մեջ, եւ հետո այնպիսի իրավիճակներ է երբեմն ստեղծվում հիվանդի հետ կապված, որ արդեն բուժքույրներն այսպես ասած հալից ընկնում եւ այստեղ արդեն բժիշկի օգնությունը շատ պետք է ենթադրենք ներերակային ներարկում անելու բուժքույրը մի անգամ ծակում է, երկրորդ անգամ արդեն երեխաներ են չես կարող ցավացնել
ոչ բոլոր բժիշկներ են, որ տիրապետում են այդ բուժքույրական միջամտություններին, այո, հմտություններին։ Դա իհարկե չի ասված ռեանիմացիոն բաժանմունքի բժիշկների համար, որովհետև նրանք իրոք տիրապետում են, բայց իհարկե նորից եմ ասում, շատ լավ կլիներ, որ հնարավորություն տային 4-րդ կուրսից բարձր ուսանողներին աշխատեն որպես բուժքույր։ Ես կարծեմ ոչ միայն հնարավորություն, ինչ որտեղ գուցե, չգիտեմ, մի ամիս եւ այլն պարտադիր լիներ, դա լավ կլիներ, դա կա, այդ պարտադիրը չի, բայց իրենք ունեն այդպիսի մի անցած տարի մենք ունեցանք առաջի կուրսի ուսանողները, ամբողջ համալսարանի առաջի կուրսեցիները, որ եկան բուժքույրական այդպես հմտություններին տիրապետելու։ Դա շատ ողջունելի էր, շատ լավ էր, կարևոր էր, որովհետև կային ուսանողներ, որ առաջին անգամ էին դնում հիվանդանոց, որպես ոչ թե կարող է ոտք դրել էին, որպես հիվանդ կամ հիվանդատեր, բայց հիմա արդեն իրենք ոտք դրեցին որպես բժիշկ, բուժքույր, եւ կային ուսանողներ, որ նույնիսկ ճնշում չափել չգիտեին։ Եվ այդ ոգևորությունը շատ մեծ էր ու լավ կլիներ, որ դա շարունակական լիներ համարյա բոլոր կուրսեցիների համար։ Տիկին Օհանյան, դե մեր հասարակության մեջ կան, ասենք, չգիտեմ, շերտեր, որ ոչ միայն չեն գնահատում, այն առումով ես նկատի ունեմ, տեսեք, այդ շտապ օգնության բժիշկների հետ քանի դեպք պատահեց, չէ, որ չգիտեմ, նույնիսկ ասենք ֆիզիկական ուժ գործադրեցին եւ այլն։ Այս առումով, ասենք, բուժքույրերին ինչ որ խնդիրներ չեն առաջանում, չգիտեմ, այդ հիվանդատերերի հետ, չգիտեմ, երեխաների դեպքում ծնողների հետ եւ այլն։ Մարդիկ միշտ չի որ ընկալում են էլի այդ ամենը։ Եթե ասեմ չեն առաջանում, իհարկե դա ճիշտ չի լինի։ Երբեմն առաջանում են։ Այստեղ արդեն օգնության են գալիս ավելի հմուտ մեր գործընկերները, որ մի քիչ ավելի մեծ փորձ ունեն եւ ծնողների հետ շփվելու մեր ըստ ազգային սովորության, երբ որ երեխային բերում են, ամբողջ ազգուտակն է գալիս։ Ազգուտակը գալիս է չի բացառվում, որ ասենք երեխա կորցնեն, որտեվ նայած ինչպես է գալիս եւ այլն, չէ՞։ Այո, ցավոք սրտի ունենում ենք նաեւ այդպիսի անբարենպաստ ելքերով դեպքեր, բայց այստեղ է որ օգնության են գալիս ավելի հմուտ մեր գործընկերները, որոնք ավելի հեշտ են կարողանում, այսպես ասած, լեզու գտնել այդ ծնողների հետ, կան մոտեցման տարբեր ձևեր կա, բնականաբար, եւ այստեղ այո, այդ փորձը շատ կարեւոր է, փորձը շատ դրա համար էլ այդ թիմային այդ աշխատանքը, որ մեկը մյուսին օգնի, ոչ թե կողք քաշվեն, ինչ կլինի, չէ։ Այդ բանը չկա, անպայման, այդպես ավելի հմուտ գործընկերները գալիս են, որպեսզի եւ հարթեն իրավիճակը եւ այսպես լեզու գտնեն այդ ծնողների հետ։ Լինում են, իհարկե, ագրեսիվ մարդիկ են լինում, բայց դա մի պահ է։ Դա մի պահ է։ Եթե կարողանում ես ինչ-որ հետաքրքիր մոտեցում ցուցաբերել իրենց, այսպես որպեսզի իրենք ավելի հանդարտվում են, դա այդ մոտեցումը շատ կարևոր է, որը մի քիչ երիտասարդների մոտ այդպես շատ չի ստացվում, բայց իհարկե մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որովհետև ամեն իրավիճակների պետք է մենք պատրաստ լինենք։ Իսկ ինչպես են ընտրում, չգիտեմ, բժշկական հաստատությունները, ասենք ավարտեցին, այդ մասնագիտությունը կա, բայց երևի էլի ընտրություն կա բժշկական այդ հաստատությունների մեջ, նորից ինչ որ քննում են, թե պրակտիկա են անցնում, ինչպես է։ Հիմա ձեզ մոտ ինչպես է, եթե տեղ է ազատվում, ասենք։ Եթե տեղ է ազատվում, դե այնքան ինֆորմացիայի միջոցները շատ են, որ դե գիտեն, ուսանողները գիտեն, որ այո, հիվանդանոցների տեղը շատ լավ գիտեն, որովհետև արդեն իրենց ուսումնառության տարիներին իրենք պրակտիկա անցնում են տարբեր հիվանդանոցներում։ Այսինքն տեղերը գիտեն։ Ինքը իրենք գալիս են, այստեղ արդեն հիմնականում հարցազրույցը, եթե գալիս են մեր հիվանդանոց, հարցազրույցը վարում եմ ես, մի քանի բառից արդեն հասկանալի է մարդը ուզում է աշխատի, թե ուզում է բուժքույր դառնա, որովհետև դա բուժքույրությունը դա աշխատանք չի։ Դա ուղղակի
աշխատելու հնարավորություն այսպես իրենց տանք, բայց դա աշխատանք ես չեմ համարում, որ բուժքույրը ասում է ես գնում եմ աշխատանքի բուժքույրություն անելու, չէ, այդպիսի բան չկա։ Ես բուժքույր եմ։ Ես միշտ մտածում եի, որ գուցե բժիշկներն են ընտրում, այն առումով, որ նայում ես, չէ, այդ սովորաբար ամեն բժիշկ ունենում է իր բուժքույրը, թե այդպես չի։ Երբեմն ասենք նայում ես, որ մի բժիշկը միշտ աշխատում է մի բուժքրոջ հետ, չէ, թե այդպես չի։ Իհարկե, դա կա, իհարկե, բայց այդպես տարածուն չի, որովհետև հասկանալի է, մարդը տարիներ շարունակ աշխատում է մի անձնավորության հետ, արդեն, այսպես ասած, իրանք իրար առանց խոսքի են հասկանում, հայացքով են հասկանում իրար, բայց հիվանդանոցային պայմաններում դա այդպես ընտրություն չկա, այնտեղ թիմ է աշխատում և իրար հասկանալով, արդեն բժիշկը հասկանում է իր բուժքույրերին, բուժքույրերը հասկանում են բժիշկի պահանջները, այդպես նախապատվություն չկա, որ ես ուզում եմ այս բուժքրոջ հետ աշխատել, համարյա թե չկա այդպիսի բան, որովհետև երբեմն նաև ռոտացիոն բան է ստեղծվում, իրավիճակ է ստեղծվում, որ ուզեն չուզեն պիտի աշխատեն տարբեր բուժքույրերի հետ։ Այստեղ արդեն ժամանակի ընթացքում հասկանում են իրար։ Դե բուժքույրերը աշխատում են ոչ միայն, ասենք, հիվանդանոցներում, այլև պոլիկլինիկաներում, չէ։ Այո։ Այդ տարբերություն չկա, չէ, երևի, ասենք, մասնագիտական առումով դժվար տարբերություն լինի, բայց գուցե պոլիկլինիկաներում գուցե կա տարբերություն կա։ Պոլիկլինիկաներում այստեղ բժիշկի այսպես առաջնահերթությունը բժիշկինն է։ Բուժքույրը այստեղ զուտ կարծես թե օգնականի դեր է կատարում։ Եթե ինչ-որ միջամտության բան կարիք է լինում, օգնում է, բայց հիվանդանոցներում մի քիչ այլ է։ Հա, պոլիկլինիկայում ավելի հեշտ է ինչ-որտեղ աշխատելը։ Իհարկե, Համեմատած, հա, համեմատած ավելի հեշտ է, այո, պոլիկլինիկայում, քան ստացիոնարում։ Դե այ բժիշկների մոտ դուք աշխատում եք, ասենք, երեխաների մոտ հետ, այ բժիշկների մեջ այդ տարբերությունը կա, ասենք, մանկաբույժ չէ եւ բժիշկ, որտեղ հա բոլոր կարծես ուղղություններում կա, որտեղ տարբերություններ կան նաեւ։ Բայց բուժքույրերի մոտ երևի դա չկա, չէ՞։ Նույնն է։ Ասեմ ձեզ, բայց կարծում եմ էլի պիտի լիներ, այն առումով, որ չգիտեմ, գուցե մի ամսյա կամ երկամսյա դասընթացներ լինեին երեխաների հետ կապված, հա, թե չէ։ Հիմա ասենք, որ գալիս են դուք այդ փորձը դուք ունեք, հիմա որ ասենք եկավ մեկը, որ նոր է, հա, բուժքույր է եւ եկավ, երևի ինչ որ ժամանակ է պետք, որ ընտելանա, չէ, այդ վիճակը։ Այո, դրա համար իրոք ես նախապատվությունը տալիս եմ նորավարտ բուժքույրերի։ Հիմա այս տարբերությունը, երբ որ բուժքույրը աշխատել է մեծահասակների հետ, հանգիստ կարող եմ ասել, անհնարին է, գրեթե անհնարին է, որ նա հետ վերադառնա եւ երեխեքի հետ աշխատի։ Հակառակը հեշտ է։ Երեխեքի հետ աշխատած բուժքույրը մեծերի հետ շատ հեշտ աշխատում է։ Այդ հետ մյուս այդ հակառակը կարծես թե շատ ավելի բարդ է։ Դրա համար էլ ավելի լավ է ես նախապատվությունը տալիս եմ երիտասարդ նորավարտ բուժքույր ուսանողների, որ առաջի անգամ մտնում են հիվանդանոց, վերջ գիտեն, որ իրենք պետք է աշխատեն երեխեքի հետ, ու սովորում են երեխեքի հետ, հետո նույնիսկ ստիպելով էլ չեն գնա և մեծերի հետ չեն աշխատի, այո, արդեն սովորել են երեխեքի լեզուն։ Տիկին Օհանյան, այս երևի այս հարցը պիտի տրվեր երևի առողջապահության նախարարության, ասենք, ներկայացուցիչ, բայց ամենապես գուցե դուք տեղյակ լինեք, շատ շրջաններում եւ այլն դե բժիշկների պակաս կա, ասենք, ոչ բոլորն են գնում եւ այլն, իսկ բուժքույրերի պակաս կա թե չէ, եւ ասենք չկա, որ ասենք հատուկ այնտեղից եթե պակաս կա կան սովորեն գնան կամ ինչ վիճակ է, տեղյակ եք թե չէ։ Ես տեղյակ եմ, այո, գալիս են շրջաններից, քանի որ հիմա այդ զարգացման այդ ծրագրերը որ կան, պարտադիր դա երևի թե ավելի խիստ է դրված մարզերի վրա։ Մենք միշտ մարզերից ունենում ենք կոնկրետ մանկաբուժության վերաբերյալ
որ գալիս են վերապատրաստումների, դրանք պարտադիր վերապատրաստումներ են, դա այո, դա ցանկության չէ։ Պարտադիր գալիս են եւ վերապատրաստվում են եւ ինչու՞ չէ մեր հիվանդանոցում էլ մենք ունենք հատուկ ցիկլեր, որ մարզերից բուժքույրերը գալիս են, այսինքն մանկաբուժությունում աշխատող բուժքույրերը գալիս են վերապատրաստվելու, այո, դա պարտադիր ծրագիր է եւ դա իրականացվում է։ Տիկին Օրանյան, ես չգիտեմ, դե բժիշկները պիտի անընդհատ վերապատրաստվեն, հատկապես չգիտեմ, այն տեխնիկայի հետ գործ ունեցողները, որտեղ այդ սարքավորումները անընդհատ փոփոխվում են։ Նայում ես, ասենք, չգիտեմ, ամեն մի քանի տարին մեկ սարքավորումների փոխվում է, նոր եւ այլն։ Հիմա այդ բուժքույրերը, չգիտեմ, այդ սարքավորումների հարցում կա էլի, ասենք, սովորելու խնդիր, թե չէ։ Այդ նոր սարքավորումներին, թե արդեն դա ուրիշ մասնագիտություն է, այլ ինչպես։ Ոչ, միայն պիտի սովորեն իրենք, այո, հենց այդ շարունակական մասնագիտական զարգացումը, որ այդ ծրագրի մեջ ընդգրկվում են բոլոր բուժքույրերը, եւ եթե հիմա մենք ստացել ենք նոր որևիցե սարքավորում, որ անմիջապես բուժքույրը պիտի աշխատացնի դա։ Հա, այդպես կա։ Այո, իհարկե, իրենք պարտադիր պետք է անցնեն այդ վերապատրաստման կուրսերը որ այդ սարքավորումներին որպեսզի իրենք տիրապետեն հավասարաչափ բժիշկին հավասարաչափ պետք է տիրապետեն այդ բոլոր սարքավորումներին։ Այ ես ասեմ ռադիոլսողներին, որ եթե բժիշկներին արհեստական բանականությունը սպառնում է այդ մասնագիտությանը, որտեվ ասենք շատ երկրներ կան, օրինակ Հարավային Կորեան, որ ասում են արդեն այդ ախտորոշումը անում է արհեստական բանականությանը, ավելի են վստահում, քան բժշկին, հա։ Ուրեմն բուժքույրերին չեն կարող փոխարինել։ Այս առավելությունը կա, որտեվ այդ արհեստական բանականությունը, հա, ասենք, թե չգիտեմ, գուցե վիրահատություն էլ անի եւ այլն, բայց այդ անընդհատ խնամքը չեմ կարծում, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել։ Ինչ խոսքը, ինչպես կարող է արհեստական բանականությամբ լինել սրտացավ։ Անհնար։ Զգալ երեխու ցավը։ Չէ, ուզեմ ասել։ Կարող է շկալայով ցույց տա, որ այս ինչ աստիճանի ցավն է երեխայի մոտ, բայց դե այն ինչ որ բուժքույրն է զգում, դա երևի թե ոչ մի սարքավորում չի զգա։ Հա, դե որ թողնեն հիվանդին, ասենց ախտորոշման առումով կարող է գերակշռի, ասենք, այդ արհեստական բանականությունը, որտեվ նա, չգիտեմ, միլիոնավոր փորձերի վրա է հիմնված, այն խեղճ բժիշկը, ասենք, բայց բուժքույր, եթե նույնիսկ այդ ռոբոտ ստեղծեն, որ չգիտեմ, գա սրսկի եւ այլն, հիվանդը երբեք չի ուզենա, որ ուրեմն բուժքույրին փոխարինի այդ ռոբոտը հաստատ, որովհետև այդ մարդկային շփումը, հատկապես, չգիտեմ, այդ բուժքույրերի այդ վերաբերմունքը հաճախ են, որ, չգիտեմ, այնպես են սրսկում բուժքույրեր կան, որ մարդ ցավել չի զգում եւ այլն, չէ, էս կա։ Այդ վերաբերմունքին ոչինչ չի կարող փոխարինել, ու ես կարծում եմ, այստեղ այդ ամենադժվար բանը բուժքույրերի այդ մարդկանց հետ այդ շփումն է, ամենադժվար բանը, որ անընդհատ է, ու չգիտեմ, լավ կլիներ, որ մեր բուժքույրերը միշտ առողջ լինեին, որովհետև այն կովիդը ցույց տվեց, որ նաև անձնազոհ մասնագիտություն է, չէ, այսպես նայենք, հա, մարդիկ անընդհատ պիտի շփվես այդ մարդկանց հետ, ու այդ անընդհատ այդ վտանգն էլ կա, այդ պիտի հաղթահարես, այսինքն բուժքույրը պիտի քաջել լինի այս առումով, ինչ որտեղ ազդազոհ էլ լինի։ Այո, հենց այդպես էլ կա, երևի թե պահի տակ ինքը գնում է առաջ, առանց զգալու, որ ինքը վտանգի է ենթարկվում։ Իսկ այն ինչ որ վերաբերվում է այդ բանականությանը, մի փոքր օրինակ ես բերեմ, մենք գործ ունենք անհաս նորածինների հետ, որ ծննդատնից անմիջապես բերում են հիվանդանոց։ Հիմա որ մի ռոբոտը կարող է մայրական ջերմություն տալ այդ երեխեքին։ Դե ես այդ դա նկատի։ Ահա, եթե դուք կողքից նայեք այն բուժքույրերին, որ այդ երեխեքին գրկած, որ երեխեն զգա, էլի, դե չի իմանում դա մաման է, թե մաման չի։ Համաձայն եմ ձեզ հետ, դրա համար շնորհակալ եմ, որ եկաք, եւ մենք շնորհակալ ենք բոլոր բուժքույրերին իրենց այդ վերաբերմունքի համար։
Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Երևանի պետական բժշկական համալսարանի Մուրացան համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն